Այսօրվա սպասելիքները կարևորվում են նրանով, թե ինչ ազդեցություն են թողելու Հայաստանի քաղաքական ապագայի վերաբերյալ։ Մենք վստահ ենք, որ Սամվել Կարապետյանի ու հանրության նշանակալի մասը վստահ է, որ Սամվել Կարապետյանի ազատահարձակման պարագայում հնարություն ստանալով շփվել իր հայրենակիցների հետ, Հայաստանում եւս ավելի կուժգնանա մեծ փոփոխությունների ալիքը։ Ու դրա արդյունքում էլ մենք մեր երկիրը վերջապես կհասնի փոփոխության։ Մենք արդեն հոգնել ենք այս աղքատության մեջ մեր երկիրը տեսնել։ Մենք արդեն հոգնել ենք, որ իշխանությունները այսօրվա պես ժամերով, անհարգալից, արտահայտություններ թույլ տալով իրար հասցեի, ընդդիմության հասցեի, ոչ մի բան չի անում, մարդկանց կյանքը բարելավելու, մարդկանց ամեն շրջանում, Հայաստանի ամեն քաղաքում մարդկանց կյանքը փոխելու համար, Երևանում մարդկանց կյանքը փոխելու համար։ 8 տարվա ընթացքում միայն խոսքեր եւ վիրավորանքներ։ Եվ նաեւ հակակոռուպցիոնի ձայնագրությունը ցանկանալիք անդրադառնայք, ինչ օրինակ նաեւ այսօր Նիկոլ Փաշինյանի կողմից այդ մասին խոսվեց խորհրդատվության հանրությանը, փորձում եք Բոշա անվանել եւ այլն եւ այլն։ Տեսեք, մի քանի բան ասեմ։ Առաջինը կուզեի Տիկին Ղումաշյանի դեպքին անդրադառնալ, որը շատ հատկանշական է նաեւ նրանով, որ այսօր եւ ամեն օր մեր շարժման անդամներին զանգարում են տարբեր մարդիկ, օգնություն են խնդրում, հատուկ ձևի, իրենց կողմից ուղղորդված ձևով օգնություն են խնդրում, որպեսզի մեկը ասի կմտածեմ, այդ մարդուն գլխին ինչ-որ բան սարքել։ Տիկին Ղումաշյանը խոսացել է 104 ամյա պատերազմի վետերանի կնոջ հետ։ 104 ամյա, որին հարցաքննել են երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանի կնոջ հետ, ում ծնունդները, առիթները 5 տարի է, նա է հոգում, բոլոր հնարավոր հարցերը լուծում է, քանի որ սրտով այդ մարդկանց կողքն է, այսքան տարի։ Եվ 105, 104 ամյա մարդը հաստատ որևէ կապ չունի, ոչ ընտրության հետ, չգիտենք, քաղաքացիություն ունի, չունի, դա Տիկին Ղումաշյանի սրտի պորտկումն է եղել, որի մասին բոլոր տվյալները իրավասու մարմինները ունեն, բայց նրանք հատուկ ձայնագրություններով են հանդես գալիս, որպեսզի անվանարկեն մարդկանց։ Պատիվը մարդկանց պատիվը, բարի ամբավ, այնպիսի մարդու, ինչպիսին է Տիկին Ղումաշյանը, որ մեր գոհարը, որ այդքան լավ բաներ է արել։ Իսկ Արտաշատի գրասենյակի ձայնագրությունը։ Երկրորդը ասեմ, երկրորդ բանը գործարանի պետքա նախարարները անեն։ Պատվեր գտնողը պետքա նախարարներն են։ Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ,